1998 թվական նոյեմբերի 7 Հայաստանում տեղի ունեցավ մի մրցաշար, որտեղ ԱՄՆ-ից հրավիրված էին այնպիսի մարզիկներ, որոնք իրենց ուժերը հետագայում պետք է չափեին աշխարհի մի շարք հեղինակավոր կազմակերպություններում, այդ թվում նաև UFC-ում։ Այն կազմակերպված էր ֆուլ կոնտակտ կարատեի օրենքներով, ամեն ինչ կազմակերպված էր պրոֆեսիոնալ և մտածված։ Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ՝ Վարազդատ Միրանյան, Գոռ Իսրայելյան, Արտավազդ Հարությունյան, Վաչե Ավագյան և Կարեն Օհանյան։ Սակայն նրանցից միայն մեկին է հաջողվում հաղթել, այն էլ առաջին ռաունդում, և նա Վարազդատ Միրանյանն էր։ Նա հանդիսանում է մեր մարզադպրոցի տնօրենը, Միջազգային դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահ Սևգոտի 5-րդ դան։ Այս մրցաշարը իրականում աննախադեպ էր, քանի որ մինչ այդ Հայաստանում տեղի չէր ունեցել նմանատիպ սպորտային մրցաշար մենամարտական ձևերից, այն էլ լեփ-լեցուն լցված մարզահամերգային համալիրով։ Այս ամենի ետևում կանգնած էր մարտարվեստի մեծ վարպետ, Միջազգային դուքենդո ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը։ Սա մեծ քայլ էր Հայաստանում մարտարվեստի զարգացման և մասսայականացման ուղղությամբ։ Ամեն ինչ իրականացվեց բարձր մակարդակով, և այն շարունակություն ունեցավ հաջորդիվ նմանատիպ մրցաշարեր կազմակերպելով։ Եթե հիմա ինձ դիտողների մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք ականատես են եղել այդ մրցաշարին, հուսով եմ կհաստատեն և կասեն դրա իրական ազդեցությունն ու նշանակությունը Հայաստանի մարտարվեստների զարգացման գործում։ Այժմ առաջարկում եմ դիտել Շիհան Վարազդատ Միրանյանի մենամարտը, որտեղ կտեսնենք դիտարժան մենամարտ։ Սկսվում է մենամարտը, Վարազդատ Միրանյան ընդդեմ Դոմինիկ Ֆրեդ Վիլորիա։ Նրա մրցակիցը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այստեղ, ինչպես տեսնում ենք, Վարազդատ Միրանյանը 19 տարեկան է, ունեցել է 20 մենամարտ, որից 18-ում հաղթել է, 5-ն էլ նոկաուտով։ Նրա մրցակիցը ավելի տարիքով բարձր է, 32 տարեկան։ Ահա ինչպես տեսնում ենք, մեր մարզիկները արդեն ռինգ են գալիս։ Տեսնենք ինչպիսի ընթացք կունենա մենամարտը։ Ահա տեսնում ենք Շիհան Վարազդատին և նրա մրցակցին։ Այստեղ դեռևս շատ բարդ մենամարտ է սպասվելու, քանի որ նրա մրցակիցը տարիքով բարձր է, ունեցել է շատ մենամարտեր պրոֆեսիոնալ ռինգերում։ 97 թվականին նրա մրցակիցը դարձել է Մուայ Թայի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Միրանյանը դեռևս հետազոտում է, թե ինչպես կարող է սկսել մենամարտը։ Գեղեցիկ հարված ենք այստեղ տեսնում Ուշիրո Գերի, որը հասնում է իր նպատակին։ Այստեղ բացվում է նոքդաուն։ Տեսնենք կշարունակի թե ոչ։ Այո, շարունակում է մրցակիցը։ Նրա մրցակիցը անցկացրել է 17 մենամարտ, ունեցել է 12 հաղթանակ, 4-ը նոկաուտով։ Լարված մենամարտ է իրականում։ Ահա գեղեցիկ հարվածաշար Շիհան Վարազդատի կողմից։ Ահա գնաց և վերջ, այսքանով ավարտվում է։ Եվ նոկաուտի է ենթարկում մրցակցին Շիհան Վարազդատը։ Իրականում շատ գեղեցիկ էր։ Տեսնում ենք լեփ-լեցուն դալիճ, բոլորը ոտքի կանգնած ծափահարում են։ Շատ գեղեցիկ գրոհով հաղթեց։ Հիանալի է ուղղակի։ Ամերիկացի մարզիկը չկարողացավ շարունակել մենամարտը, ցավոք շուտ ավարտվեց, չկարողացանք վայելել ավելի գեղեցիկ պահեր,
Սակայն սա նույնպես տպավորիչ էր։ Երկրորդ անգամ էր, որ արդեն այստեղ Շիան Վարազդատը դառնում է աշխարհի չեմպիոն։ Ինչպես տեսնում ենք կադրերում, նաև Հայկ Վարդանյանն էր քիչ առաջ։ Եվ այսքանով ավարտենք այսօրվա տեսանյութը։ Եթե ձեզ դուր եկավ այս ֆորմատը, խնդրում եմ մեկնաբանություններում նշել, թե ում մենամարտը կցանկանաք դիտենք հաջորդ անգամ։